Մենք տեսեք, մենք քննադատում ենք քաղաքացիական պայմանագրի Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարությանը ոչ թե հետևից ներողություն, այլ առջևից։ Մենք չենք կարծում, որ 18 թվականի հեղափոխությունը դա ուրեմն ավանտյուրա էր կամ դավադրություն էր Հայաստանի դեմ։ Մենք կարծում ենք, որ դա հնարավորություն էր, որը Նիկոլ Փաշինյանը չօգտագործեց, ձախողեց, փոշիացրեց, մսխեց։ Մենք կարծում ենք, որ մենք այսօր շատ ավելի լավ տնտեսական հաջողություններ կարող ենք ունենալ։ Մենք կարծում ենք, որ մամուլի ազատության ոլորտում, խոսքի ազատության ոլորտում, դատաիրավական բարեփոխումների ոլորտում մենք շատ ավելի լավ վիճակում պետք է լինենք։ Այնուհանդերձ ձեր թիմը կարծում է, որ իրապես տեղի է ունեցել հեղափոխություն, ոչ թե իշխանապողություն։ Մենք կարծում ենք, որ չգիտեմ, անուն ինչ ուզում եք դրեք, բայց ժողովրդի կամքն է տեղի ունեցել։ Չէ, շատ մեծ տարբերություն կա։ Հեղափոխության եւ իշխանապողության միջեւ չկարողանում ինչ ուզում ենք դնենք եւ ասենք ով ուզում է թող գա։ Մենք արդեն լավ դասերը քաղել ենք, հուսով եմ։ Տեսեք, մենք ընդունում ենք, որ դա ժողովրդի կամքն է տեղի ունեցել, այսինքն ժողովրդական զանգվածներն են ստիպել Սերժ Սարգսյանին հրաժարական տալ։ Ընդունում ենք, թե չենք ընդունում։ Հարցը այստեղ է։ Մենք ընդունում ենք, չգիտեմ դուք ոնց, ռետորական հարցադրում կարող համարել։ Այո, հեղափոխություն էր թե իշխանապողություն, դա չգիտեմ, պատմագիտական կամ քաղաքագիտական դիսկուրս է, որի մեջ ես չեմ ուզում մտնել։ Հեղափոխությունը ըստ որոշ ուրեմն սահմանման դա հասարակական ֆորմացիայի փոփոխությունն է, երբ օրինակ, չգիտեմ, ֆեոդալական կարգերից անցնում են բուրժուական կարգերի կամ կապիտալիստական կարգերից անցնում են սոցիալիստական կարգերի։ Մեր դեպքում բնականաբար դա տեղի չի ունեցել, բայց այն իմաստով, որ ժողովրդի կամքը իրականացել է, տասնամյակներ շարունակ մեր ժողովրդի ընկալման մեջ կար, որ մենք չենք կարողանում հարց լուծել, իսկ 18 թվականին վերադարձրեցինք այդ զգացողությունը, որ մենք 88 թվականից 90-ական թվականներից ի վեր, որ մենք կարող ենք այս երկրում հարց լուծել, որ մենք ենք այս երկրի